ունեցել եւ տարելա որ վաճառի ստրուկներին։ Դե արմողները որ գալիս են, նայում են ստրուկներին ու շատին լսեք խոսքը որ կարանաք իմաստը հասկանանք։ Երբ որ ինքը վաճառում էր այդ ստրուկներին, մարդիկ գալիս էին նայում են ով առողջ էր, առողջ ստրուկ էր։ Նրան մեծ գումար էին տալիս։ Եվ վերջը վաճառեց, մնաց մի հատ ստրուկ, որով գալիս էր գումար չէր տալիս։ Այս ստրուկը հիվանդ էր։ Եվ մտածում էին առողները, ախր ես նրան գումար տանեմ ինչքան գումար եմ պիտի ծախսեմ սրա վրա, որ սրան սարքեմ նորմալ մարդ, որ կարանա իմ տան մեջ գործ անի։ Եվ այս ստրուկը սենց մնացել էր մենակ։ Եվ այս վաճառողը որոշեց, ասեց, այն մարդ ինչ անեմ, գոնե մի լումա տվող է լինի, գտամ։ Եվ մի հատ մեծահարուստ մեկը մոտիկ անում է, ասում է ինչքան է իր արժեքը։ Ասում է մի լումա, ասում է ես իրան 1000-ներ եմ տալիս։ Ասում է ոնց, այս ստրուկին, որ ոչ մի բանի պիտանի չի, առողջ ճուտարացություն չունի, ինքը չի կարող բանի աշխատի, դու նրան ինչի այդքան գումար ես տալիս, ասում է ես տալիս եմ։ Երբ որ առնում այս ստրուկին, տանում է իր տուն, ասում է գիտես ինչ, դու ազատ ես, ես քեզ ազատ եմ աղցակում, բայց եթե ուզես իմ այգու մեջ գործ կա, կուզես մնա իմ այգու մեջ աշխատի։ Եվ այս ստրուկը տեսնում է, որ այս ազնվորությունը այսքան գումար իրան տվել է, եւ մտածում է, որ մնա այս մարդու ձեռքերի տակ աշխատի։ Ես ուզում եմ ես ինչ համար պատմեցի, որ մեզանից ամեն մեկս նայենք, որ մենք արժեք չենք ունեցես աշխարհի մեջ։ Մենք ինչ չենք ունեցես աշխարհի մեջ։ Բայց Աստված մեզի որ սիրեց, նա իր մեկ հատիկ որդին մեր համար զոհեց։ Տվեց Հիսուսին, նա գին վճարեց այս աշխարհի համար,